Այսօր նշмарվում է բուրըն ճակատամարտ։ Ես տեսեի մարդ եք բերել իրար վրա։ Ես տղաների համար պատրաստել եմ անակնկալ։ Իմ մոտ վստահություն չեն ներշնչում Բրազիլիայի առաջնություն նայող մարդիկ։ Էստի համեցեք։ Սա եւս կլինի նրա միակ հաղթանակը այսօր։ Դիսկո։ Իսկո։ Կսնես դեմանից է։ Ռոնալդոյի ռուս ընկերը։ Իրաշիկ, Շակիրա։ Ջորինա Ռոդրիգես, Աննա Լևանդովսկի, Անտոնելլա Ռոկուցխո, Այտոր Կարանկա, Սավիո Բերտոլինի, Մյուլլեր, Բուրգեր, Պորտվետ։ Մոսկվա, Մոսկվա։ Մոսկվա չենք հաշվում։ Յան Ռաշ։ Այդ աշտանը։ Հեջինա։ Ասա է։ Ո՞ն է ուզում ասել։ Ուզում եմ ասել։ Պրոստը խոսում ես։ Վալյադոլիդն է ճիշտ պատասխանը։ Իսկ հիմա հարց ֆուտբոլասերներին։ Ողջույն բոլորին, եթե մեզ միացել եք ուրիշ ֆուտբոլի կամ Go.FM-ի YouTube-յան ալիքում, ուրեմն պատրաստվում եք առաջիկա տասնյակ րոպեներ անցկացնել ֆուտբոլային ինտելեկտուալ բաթլի շուրջ եւ ես միանգամից ուզում եմ անցնել հյուրերին, որտեվ այսօր նշмарվում է բավականին բուրըն ճակատամարտ։ Ես ասեի մարդ եք բերել իրար վրա, որովհետեւ տեսնում եմ ֆուտբոլային գիգանտներ, ինչ որ չափով, եթե կարելի է Չափազանցված գիգանտները, ինձ թվում է Գիգանտինյոններ։ Գիգանտիկներ ֆուտբոլային։ Իդեպ իշխանը դեռ չի ասել համաձայն այդ մտքը, չափազանցված։ Համեսորել եմ։ Դերագնահատեցիր մեզ։ Ոնց է։ Լավ, ընտիր։ Ինչ կպատմեք, ինչ նորություններ։ Դե նորությունն այն է, որ աշխարհի առաջնությունն է ընթացքի մեջ ֆուտբոլային գլխավոր մրցաշարը եւ իհարկե բոլորը այս օրերի ընթացքում ապրում ու շնչում են ֆուտբոլով եւ շատ ուրախ ենք, որ հենց այս ժամանակահատվածում հրավիրել եք մեզ ձեր շատ հետաքրքիր քույզին։ Անքուն գիշերները Այս տարի նոստոպ ֆուտբոլ է, էլի։ Որ ակումբայինը վերջանում է, միանգամից գալիս է մունդիալը, հետո նորից ակումբայինը ու տենց։ Բայց տենց էր միշտ, որովհետեւ անցած տարի էլ աշխարհի ակումբային առաջնությունն հենց Չես համեմատել էլի ակումբայինն ու Դե հա, չես համեմատի։ Ինչ եք կարծում, ըստ ձեզ, ովքեր են ֆավորիտները աշխարհի առաջնության եւ իրականում այն երկրպագուական ցանկությունը, ով կուզենայիք դառնալ։ Իմ մոտ շատ հստակ է թիմի ուժով Իսպանիա խաղով, բայց ցանկությամբ Ֆրանսիա, համել կազմով Ֆրանսիա։ Իսկ դու արամ ինչ կա։ Ոնց որ միշտ էլի։ Ես էլ եմ կարծում, որ Իսպանիան շատ ուժեղ թիմ է, երեթե հավաքականներից միակն է, որը գրեթե հենց ախամ ոնց որ ակումբ լինի, ոչ թե հավաքական։ Ես էլ կուզեի Ֆրանսիան դառնալ չեմպիոն, եթե անկեղծ։ Բայց այնտեղ էլի հավաքականներ կան, նույն Անգլիան, որը Տուխելի հետ չնայած շարունակում այդ Southgate-ի գիծը ոնց որ թե էլի նույն ձանձրալի ֆուտբոլն է, բայց Անգլիան էլ մեծ շանսեր ունի, Արգենտինային չմոռանանք։ Օրինակ Պորտուգալիան Նենց բան պատասխանեցի, որ պաշտպանությամբ Հա, Պորտուգալիան էլ։ Նենց բան պատասխանեցինք, որ ինչ լինի, վերջում ասենք այդ տեսակ ասում էինք, էլ։ Այդ մեկնաբանների միջելուց տենց տրյուկեր անում են, ձեզ փոքրիկ գաղտնիք բացեմ, ինչ կա ասում են, եթերների ժամանակ, հետո կտրում գցում են, որ բայ տեսակ ինչ են են ասում։ Քաղաքական գործիչները։ Նման են բոլոր տարբեր հետո ինչ որ Վերլուծաբաններ։ ինչպես եք վերաբերում այդ նոր հավաքականներին, որոնք հայտնվել են աշխարհի Կուրասաոին ես ապրումակցում եմ, որովհետեւ Գերմանիայի հետ նույն խմբում են ընկել, շատ դաժան է լինելու իմ կարծիքով, իսկ ընդհանուր իրականում ինձ նախորդ ձևաչափը մունդիալի ավելի շատ էր դուր գալիս։ Իսկ ընդհանուր ինձ մեկը, հա, այդտենց։ Չէ, ոչ թե մեկը, այլ որակը ինձ թվում է նույնը չի լինի։ Հա, կոմերցիալիզացիայի հետևից են գնացել։ Որակը կզիջի քանակին։ Պլյուս հանդիպում Այո, 4 4 մեկ ամսում։ մերկ են։ Ես հենց դա եմ ուզում ասել, մեկ անգամ արդեն հասցրել եմ հաղորդաշրջանն ասել, այդ նոր հավաքականներին ես ծանոթանում էի Foot 23-ի միջոցով, իդեպ եթե բաժանորդագրված չեք, անպայման բաժանորդագրվեք եւ ավելի հետաքրքիր այլ նորություններ, ուրիշ նորություններ, ուրիշ ֆուտբոլի էջում եւս կգտնեք, անպայման բաժանորդագրվեք նաեւ Ռոբերտի էջին, ես վստահ եմ դուք բաժանորդագրված եք։ Մենք բոլորից բաժանորդագրված ենք ինձ թվում։ Շնորհակալություն բոլորին բաժանորդագրված լինելու համար։ Շատ չերկարացնենք, բայց միջև բուն խաղին անցնելը ես ուզում եմ շնորհակալ լինել, քանի որ այս գործը մեկ անգամ ձախողել եմ, բայց եւս մեկ անգամ ինձ վստահել են անակնկալի մասին ասելը եւ Ռոբերտը գիտեմ, որ անակնկալ ունի ձեզ։ Ես տղաների համար պատրաստել եմ անակնկալ
որի մասին նրանք չգիտեն եւ կարծում եմ անգամ չեն էլ մտածում, որ այդպիսի անակնկալ կարող է լինել։ Զենք ես։ Ոչ։ Սա ձեր պաշտոնական պենիստա քարտերն են։ Մադրիդի Ռեալի պաշտոնական ֆան ակումբի անդամ լինելու քարտերը, տեսնեմ որը որն է, սա Արամինն է, քո անհատական համարով եւ իհարկե տեղական ֆան ակումբի Շնորհակալություն շատ, իսկապես լավ անակնկալ էր։ Այո, քո ձեր Հատկապես թիմը 9 համարը այո, քո 9 համարը եւ քո ինչ որ Gold 88 համարը վերևը։ Դա տեղական մեր Մադրիդի Ռեալի պաշտոնական ֆան ակումբի քարտերն է։ Իդեպ մեր գրանցումը արդեն բաց է 2026-27 մրցաշրջանում ֆան ակումբում անդամության հայտերի ուղարկման համար։ Խոսքով եթե հոգով մադրիդիստ եք, բայց ուզում եք նաև թղթով մադրիդիստ լինել, անպայման գրանցվեք պաշտոնական ֆանակում, հատկապես որ դիզայնը ինչ շատ է դուր գալիս, կարող ես բացել եւ ցույց տալ ցանկացած բանի, որ դու մադրիդյան մեծ ընտանիքի անդամ ես։ Ուդո, Սոլոմոն։ Դուր եկա ձեզ անակնկալը։ Ես շատ մեծ աղետներ անելու, բայց այդ անցած է։ Ես շատ զվարճալի կլիներ, որ օրինակ իշխանին նվիրեիր վարորդական իրավունք չունի։ Բայց ինձ սենց ավելի շատ ուրախացա։ Կարող ես ցույց տալ, անցնում է Երևանի փողոցներ։ Եթե ոտքով ես, բայց մենք անցնենք առաջին փուլին մեր հաղորդման, որովհետև ես տեսնում եմ, որ Արեգը սպասում է պայքարը սկսելուն։ Քեզ էլ կանենք այս տարի, չմտածես։ Եթե չէ գոնե տես Բետիս ավելի Կաստիլիայի Արագը չունի։ Բայց դու Ռեալը չես սիրում։ հա արդեն սրանից հետո Բոլորս մադրիդիստ դասի կենացը չխմենք։ Խմենք։ Որ ասում ես Որպես այս բազմով Առաջին փուլը սկսվելուց առաջ երկու շատ հետաքրքիր իրադարձություն եղավ տաղավարում, նախ հայաստանյան մադրիդիստերի կնքահայրը եւս երկու մեր աչքի առաջ կնքեց որպես մադրիդիստներ եւ մենք վերջի ունեցանք հյուր, որը վերցրեց նախաձեռնողականությունը իր վրա եւ կենաց ասեց, թե չէ, արդեն իմ կենացները ավարտվել են եւ անց հասնելու ենք էհին։ Իսկ հիմա պատմեմ առաջին փուլի կանոնների մասին։ Դուք յուրաքանչյուր ունենալու եք մեկական րոպե, որի ընթացքում հնչելու են ֆուտբոլային ինտելեկտուալ բլից հարցեր եւ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար դուք ձեր թիմին բերելու եք 2 միավոր։ Ավանդական դարձած կերպով Վաչո, այլ տարբերակներ։ Արդեն ցանկացած ձեռքով նա ստաբիլ հաղթում է Եվ քեզ։ սա եւս կլինի նրա միակ հաղթանակը այսօր։ Հանուն արդարության ինչքան ասում ես, եթե չեմ սխալվում, այդպես է լինում, բայց տանը աշխատի չինգաչունգի։ մենք մեր տեղը զիջում ենք թող Մադրիդյան աճ թևը Արամ ջան, մի հատ ցույց տաս ոնց է լինում իսկական ֆուտբոլային գիտակի պատասխանները։ դենից բան ասած Երևանի սկզբից այդ գիգանտի մասը, որ պետքա փորձեմ, բայց հա գնացինք։ Պատրաստ եք Արամ։ Այո։ Եվ այսպես 1 րոպեն գնաց։ Որ պորտուգալացի ֆուտբոլային գործակալն է հաջողվել միջնորդավճարներից աշխատել շուրջ 1 միլիարդ Ժորժը դոլար։ Մենդեշ Ճիշտ երևի։ է, ասերիայում խաղացող որ ֆուտբոլիստն է 1982 թվականին հաղթել ոսկե գնդակը։ Փաս։ Պաոլո Ռոսի, քանի ակումբ էր մասնակցում Հայաստանի առողջությանը 2024-25 մրցաշրջանում։ 8 11։ Բրազիլիական որ թիմերի միջև դերբին են անվանում Ֆլաֆլու, Փաս։ Ֆլամենգո, Ֆլումինենսը, ֆրանսիական որ ակումբի մականունն է Շներ։ Լիլ, Ճիշտ է, որ քաղաքում է գտնվում Դրագաու մարզադաշտը։ Պորտո, Ճիշտ է, որ թիմում են հանդես եկել լեգենդար հարձակվող ու մականու եղել է Սուրբ Մարկո։ Միլան, Այաքս, որ թիմում է կատարել իր առաջին պրոֆեսիոնալ քայլերը Ռոնալդինյոն։ Ֆլումինենսը, Գրեմիո, որ թիմում է հանդես եկել առաջին ֆուտբոլիստը, որը ոսկե գնդակի արժանացել խաղալով Եվրոպա աշխարհամասի սահմաններից դուրս 10 վայրկյան մնաց, Բրազիլիա, որ թիմում է որ խաղացել։ թիմում, Փաս, Ինտեր Մայամի եւ որ ապրանքանիշն է հանդիսանում Չեմպիոնների լիգայի գործընկերը 1994 թվականից Հայնիկեն։ ժամանակավարտեց ճիշտ պատասխան։ Վատ չէր 4 ես ճիշտ չգիտեի, որ պատասխան։ այսինքն Մեսսի ոսկե գնդակը Մեսսին առաջին 2023-ին։ ֆուտբոլիստն ով Ինտեր Մայամիում խաղալով արժանացավ ոսկե գնդակի։ Հաճելի բանից չենք խոսում, բայց Մայամին գիտեք ոնց են տոնում դա չեմ նայ։ Լովակն է։ 4 ճիշտ պատասխան, 8 միավոր եւ Իշան Արեգ արժանի պատասխան
Ես եմ թե դու ես։ Ադվանի պատասխան 4-ից ոչ ավել, հա։ Էլի Բրազիլիայի առաջնություն։ Նաև ցանկացած Ջերզեթ Բրազիլիայի առաջնության թեմատիկայով հարցեր ես կարող եմ ասել, որ մեկնաբանին տակ ինքը նայում է Բրազիլիայի առաջնությունն էլի մեր մոտից, եթե դեռ հյուր չեք կանչել։ Ինքը ուժեղ է Բրազիլիայի առաջնություն, բայց չեմ ասի եթերում ով է, հետո կասեմ։ Ես Բոլորի համար կապնիկ մնա, եթե ունեք տարբերակներ, գրեք Իմ մոտ մեկնաբանություն։ վստահություն չեն ներշնչում Բրազիլիայի առաջնություն նայող մարդիկ, եթե Ամեն դեպքում ես մի անեկդոտ հիշեցի, որը հետո կպատնեմ։ շեղում ենք քեզ։ Գնացինք, Պատրաստ ես։ շեղում, այո։ 1 րոպեն գնաց։ Որ ֆուտբոլիստն է գնել Անդորա ակումբը։ Պիկե։ Ճիշտ է, այդ թիմին չի հաջողվել նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, չնայած նրան, որ խաղի ընթացքում ունեցել է 3 գնդակի տարբերություն։ Առավելություն։ Գիտեմ։ Միլան, որ ֆուտբոլիստն է հանդիսացել Նեապոլի պատվավոր քաղաքացի։ Չգիտես ասենք։ Մարադոնա։ Ճիշտ է, Հայաստանի առողջությունում որ ակումբն է ներկայացել Աբովյան քաղաքը։ Գիտեմ։ Կոտայք, պաշտոնապես որ երկիրն է առաջինը ֆուտբոլը ներառել դպրոցական կրթական ծրագրում։ Որ երկիրն է պաշտոնապես ֆուտբոլը ներառել դպրոցական Ուրուգվայ 1996-ին Հայաստանի հավաքականը որ եվրոպական գրանտի հետ հանդիպումը ավարտեց 0-0 հաշվով։ Ֆրանսիա։ Պորտուգալիա 1964 թվականին այդ թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը իր կազմում ունենալով միայն 1 ազգության ներկայացուցիչներ։ Պետք է ասես 67 10 վայրկյան։ Celtic։ Ճիշտ է, իսպանական որ թիմի մականն է Թութակներ։ Էսպանյոլ։ Ճիշտ է, եւ որ թիմին հաջողվեց պատմության մեջ առաջին անգամ նվաճել 4 անընդմեջ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնություն։ Manchester City։ Ճիշտ է։ Իմիջիալից Celtic-ի երկրպագու իշխանը ովքեր չգիտեն, ինքը ուղղակի Ռեալի շողքով տենց թաքնվում այնքը Celtic-ի երկրպագու։ իրականում։ Ես լուրջ եմ ասում, կատակ չեմ անում։ Ոնց է Լեգենդար հոդիում եմ։ ոնց է ստանում, որ այս տարի Celtic-ը չի դառնում չեմպիոն, ոչ էլ Rangers-ը։ Ծանր էի տանում, որ Կայրաթից դուրս մնաց, ես էլ մեկնաբանում եմ այդ խաղը, ահա որ էր ուղղակի։ Լավ, իրականում երկրպագու չի, ամենաշատը Celtic-ին չի սիրում, բայց իրոք սիրում է։ Լրիվ լուրջ։ Չգիտեմ այդ ինչ սեր է, բայց կա այդպես ման։ Ճիշտ ասած, ստադիոնը մթնոլորտը երկրպագուները ու ավանդույթները այդ ակումբին շատ են դուր գալիս, բայց դա բնականաբար առաջին սիրածից թիմը չէ։ Նայած վաղտ օրինակ Բարսելոնայի հետ 2-1 հաշվով հաղթանակն եմ հիշում, բայց Բոլորից դուր է գալիս։ գնդակի վերահսկողությունը երևի 13% էր, բայց հաղթեց։ Անուն արդարության ես էլ Celtic-ի մարզաշապիկ ունեմ։ Բրենդան Ռոջերսի Բայց թիմ ստորագրությամբ։ կա, որ դու մարզաշապիկը չունես, սկսենք դրանից, որից խոսենք դու կարաս ասես դա։ Ես որոշել ենք անկեղծանալ, ես էլ օրինակ հիշում եմ, որ փոքր տարիքում իշխանը Գալաթասարայի երկրպագու։ Եթե անկեղծանալ, Այդ ուղղակի վիդեո խաղերով թիմս էր։ Ընդհանրապես Ռոգբայի Իրականով ժամանակ։ Ֆեներբախչե։ Վիդեո խաղերով, այո։ պես չեմ հիշում որն Ես էր, ինչ գախնիկ բառ է այդ։ FIFA-ով։ Գերինը մտնել։ 5 ճիշտ պատասխան եւ 10 միավոր։ Ինձ հիմա ճնշեցիք, որտեղ հիշեցի ոնց էր իշխանից FIFA-ով հաղթում։ Լավ բաների մասին հիմա մտածիր, շատ վատ կենտրոնացիր։ Պատրաստ ես, թե չէ, թե դեռ հիշում ես Կիբերստարը։ Չէ, լեգենդը։ Հոդոկը Կիբերստարի հիշում, լավ բաներ հիշի Կիբերստարը։ Սկսենք։ Սկսեցինք։ Եվ այսպես 1 րոպեն գնաց, բացի Միլանից եւ Ինտերից էլ որ իտալական գրանտում է հանդես եկել լեգենդար Ջուզեպե Մեացան։ Ու Juventus։ Ճիշտ է, որ ակումբի կազմում Ռոբերտո Բաջոն խփեց իր վերջին 205-րդ գոլը ասերիայում։ Օ, դա Բրեշյան էր։ Ճիշտ է, 1997 թվականին որ դարպասապային հաջողվեց դառնալ գլխով գոլի հեղինակ Բունդեսլիգայում։ Սուպեր Բյուլեր։ Յենս Լեման, բացի Ռեալից եւ Բարսելոնայից, որ ակումբը երբեք չի լքել Լա Լիգան։ Ատլետիկ Բիլբաո։ Ճիշտ է, Բավարիայի որ խաղացողն է համարվում ռեկորդագիր նվաճած Բունդեսլիգայի չեմպիոնության քանակով։ Գերտ Մյուլեր։ Թոմաս Մյուլեր։ Այդ փորձառու խաղացողը Վերդերի կազմում խաղաց մինչև 40 տարեկանը եւ դարձավ թիմի ամենաշատ գոլ խփած այլազգի ֆուտբոլիստը։ Բրազիլացի էր։ Անցանք։ Հավելել։ Իսարոյի մասն էր խոսքը, իսպանական որ ակումբն է պատկանում բրազիլացի Ռոնալդոին, Ռայո Վալեկանո։ ով է դեռ չի ծախել։ Վալյադոլիդն է ճիշտ պատասխանը եւ ժամանակը ավարտվեց ցավոք Ռոբերտ Այո, վալի։ Ինչ Ռայո Վալեկանո ասենք։ Իմիջիալից Մանուել Նոյերն էլ հավասարվեց Թոմաս Մյուլերին, հաղթած Բունդեսլիգաների քանակով 13 հաղթանակ ունեն նրանք։ Եթե Նոյեր ասեիր, Նոյեր կամ Մյուլեր ասեիր, Ասենք ինչ Ռայո Վալեկանո, բա ինչ Պարզ գիտեմ որ դա Վալյադոլիդն է, էլի։
Այսօր այնքան խոսացինք Ռայո Վալեկանոից 9 օրերից, որ դա իր ազդեցությունը թողեց։ 4 միավորի տարբերություն Ռոբերտի եւ Արեգի թիմերի միջեւ, բայց դուք մեկ բաց թողնված հնարավորություն եք, բաց թողնված խաղ ունեք, արեք ընդհանրապես 2 պատասխանը կարող է հավասարեցնել հաշիվը եւ ես դեժավյու եմ ապրում, ինձ թվում է ինչ-որ բայ Ռոբը խանգարելու է քեզ, այնպես որ կենտրոնացած եղեք, պատրաստ ես։ Այո։ Խանգարելու եմ։ 1 րոպեն գնաց 1990-ականներին որ իտալական ակումբին էին կոչում Հովանավոր Պարմալատ Կաթի անունով։ Պարմա։ Ճիշտ է, ով է Չեմպիոնների լիգայում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը չհաշված դարպասապահներին։ Ռոնալդո։ Պեպե, ով է 31 տարի նախագահել Միլանը։ Բերլուսկոնին։ Ճիշտ է, որ թիմի խորհրդանիշն է Զեբրը։ Թուրինի Յուվենտուս։ Ճիշտ է, որ ակումբի մականն է Դեղին Սուզանավ։ Վիլյարեալ։ Ով է եղել Հայաստանի ազգային հավաքականի առաջին օտարազգի գլխավոր մարզիչը։ Յան Պոր։ Ոչ, Ֆիլդ։ Ոչ, Օսկար Լոպես, ով է համարվում Ասիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ դա է։ Ջուզեպե Մեացա։ Սիլվիո Պիոլան եւ ով է Ասիայում անցկացած խաղերի քանակով լավագույնը 657 խաղ։ Պալամալդինի։ Ոչ Ջանլուիջի Բուֆոն։ Ֆոն է ուզում ասել։ Ուզում եմ ասել։ Ստացվեց։ Էլի ոչինչ։ Պարմայով սկսված Ոչ, չէ, Բուֆոնով չորս, ավարտվեց, հա, ես ծափարում եմ սիմվոլիկ է։ ձեր խմբագրական անձնակազմին ես գեղեցիկ։ Ծափարում եք պատահականությանը։ Այո, իհարկե։ 4 Չենք ուզում ասենք, որ պատահական ա եղել, ինձ թվաց գեղեցիկ ինչ-որ կապ ա եղել, բայց փաստորեն պատահական է։ Ուզում եմ Բուֆոն ասի, խի գնացի, մտածի որ Մալդինին Լավ է։ Միջելս Մալդինին էլ Չեմպիոնների լիգայում ամենատարեց գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստն է։ Նման հարց ունեցել ենք, եթե չեմ սխալվում։ Այո, ես չեմ Նախորդ տեսել, հաղորդաշարերում։ հավատում եմ։ 4 ճիշտ պատասխան 8 վաստակած միավոր եւ Արեգը իր եւ իշխանի թիմին մղում է առաջ, իսկ մենք անցնում ենք երկրորդ փուլ։ 18-14 է հաշիվը եւ հաշվի առնելով մեր խաղի տեմպը, դուք մի փոքր առավելություն եք, որը հիմա կփորձեք զարգացնել, եթե այս փուլի ընթացքում հաջողվի X2-ները պատահականության սկզբունքով վերցնել։ Ես պատմեմ այս փուլի կանոնների մասին, դուք տեսնում եք սեղանին դրված 8 կտրոններ, նրանցից յուրաքանչյուրը իր մեջ պարունակում է 8 տարբերակներ, որոնք պետք է բացատրել խաղ ընկերոջը, իհարկե չօգտագործելով արմատներ, թարգմանություններ եւ այլն, եւ այս 8 կտրոններից երկուսը 2 միավորանոց են, այսինքն յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմին տրվում է 2 միավոր, մնացածը 1 միավորանոց են։ Ես գիտեմ, որ դուք չեք սիրում այս բաղականի, որ ամեն անգամ լսում եք այս կանոնները, բայց յուրերի համար գուցե դա պարզ, բայց ինչ որ չափով նորություն է։ Արեք որպես հայտնի Չինգաչունգի արքա։ Սկսելը մենք կսկսենք, կփորձենք մեծացնել առավելությունը։ Ակարմ կրածկա մեզ է վերցնելու։ Դու ես ուզում բացատրես։ Թե ես բացատրեմ։ Արի, Չինգո արեք։ մի րոպե, մեծ բան հաշվեմ։ Համար տարբերություն չկա։ Թեման, Հարավային Ամերիկա։ միավորների քանակը։ X1։ Եվ այսպես 1 րոպեն Սա թեթևացած նստեցին։ գնաց։ Վիլյարեալի լեգենդա արգենտինացի։ 10 համար Ռիկելմե, հա Ռոնալդինյոյի թիմը առաջին Կրեմիո, արգենտինացին է որ սենց վառած էր դեմքը City-ում էր խաղում United-ում Կարլոս Տևես, Գալաթասարայի դարպասապահ Ուրուգվայցի դա երկար տարիներ Ֆերնանդո Մուսլերա, այն դերբին որ ասում էր բրազիլական Ֆլումինենսե, Ֆլամենգո, արգենտինական թիմ եթե չեմ սխալվում Դիմարիան է ստեղ խաղացել չէ երկար Բոկա Խունիո, ինչ համեցեք Էստի համեցեք, Էստուդիանտես, United-ը մի հատ դարպասապահ ուներ Պահեստային արգենտինացի Դիմարիայի անունը Անխել Ռոմերո, ապրես մեկ էլ ստադիոն է եթե չեմ սխալվում արգենտինական 5 վայրկյան։ երկար ինչի այգի հաղթանակի այգի ոնց եք ասում Վերջ։ Տարբերակ ունես։ Մոնումենտալ, Մաս մոնումենտալ Մաս գիտեմ ես Հաշվենք վառի հնարավորությունն է։ Ոչ։ Մաս Մոնումենտալ, Բաց կարած դնես։ հա Այսինքն հաշվում ենք
Գրասություն։ Չէ, բայց եթե չէ իրոք հաշվեք Դա ձեր լավ որոշումն եւ է, կապը չի ա։ Դե լավ կարող չհաշվեք։ Հետո կարող է բան։ Ինձ մեկան։ Այդ մի միավորը շատ անկող։ 7 ճիշտ պատասխան իշխան ամբողջությամբ օգտվեցիր առաջին փուլի եւ Գիքորի ծառայություններից փուլում մաքսիմալը կավեցիր Կարծում եմ այս խաղը դրա մասին։ Համար զարմանալի է, որ այս հարավային Ամերիկա։ Ավելի շատ հնարամտության, քան իմացության։ Հա։ Այո։ Ով է սկսում։ Ես կսկսեմ։ Let's go։ հաջողակ Սեսիա կլինեք եւ շկոլան։ 2x-ը կընկնից ըստ թե ոչ Չէ։ Բունդեսլիգա։ Ես ասում խիա քաշում ինձ էլի։ Տեսությունները ինքն է։ Գնացինք։ Բունդեսլիգայի։ Տեսությունները ես էլ նայում եմ մեկ։ 1 րոպեն գնաց Լիվերպուլի մարզիչներ հիմա ազատ է։ Հա։ Յուրգեն։ Լայպցիգի ստադիոնը Red Bull Arena։ Ահա, էսի բրազիլացիա բայերում էր խաղում, ինտերում էր խաղում կենտրոն պաշտպան նախկին։ Լուսիո։ Ահա, գերմանացի աջ պաշտպանը Բավարիայի։ Ֆիլիպ Լամ։ Ահա, կապույտ թիմը, որ Ադամյանն էր խաղում։ Hoffenheim։ Ահա, Հոֆենհայմի հիմիկվա դարպասապահ, որ Գերմանիայի հավաքականը խաղում, Կանի անունով։ Օլիվեր։ Ահա, Ոյ։ Օլիվեր Մյունխենի ինչ։ Բավարիա։ Ահա, տենց է Օլիվեր սկսում։ Բաչ Եվի մյուսը, եւ բարի մյուսը։ Եվ, ահա, Baumgartner։ մեկ էլ Օլիվեր Բաուման։ ապրես, մեկ էլ էլի գերմանական թիմ Կարմիր մայկա է հագնում կոնֆերենցիաների լիգա էր խաղում այս սեզոն։ 10 վայրկյան մնաց Mainz 05։ Հա, всё։ վերջ դուք հավելյալ 8-7 մի քանի վայրկյան ունեք Դե ինչ անենք լավ այդ վերջ։ պատասխաններ 7 միավորին պատասխանեցին 8 միավորով այս ընթացքում կարողացան 1 միավոր ետ բերել Արեկ Ապրես, Բաումանին լավ հիշեցիր։ Պատրաստ։ Այո։ Օլիվերն էց Երհոֆին։ Մեկ միավոր Լա Լիգա։ լավիկա 1 րոպեն գնաց Կատալոնական թիմ։ Բարսելոնա, Էսպանյոլ, Ժիրոնա։ Երկրորդը։ Ինչ կանոն Պորտուգալական համյակ top թիմ ասա։ Պորտու, Բենֆիկա, Չէ։ Սպորտինգ, Խիխոն, Ապրես։ Ռեալի լեգենդար հարձակվողներից։ Ռաուլ Մորենտես, Չէ, Չիլիացու բանով ազգանդամ։ Զամորանո։ Չէ։ Մեքսիկացի։ Ալեքսիս, Հա, ազգանը ոնց է Ալեքսիսի։ Հուգո Սանչես, Ապրես։ Իսպանացի մարզիչը Հայաստանի հավաքականի։ Կապարոս, Ինչ կապ։ Վակին, Վակին, այդ ֆուտբոլիստը դիսկո։ Իսկո, Ճիշտ է։ Ես նրան չգիտեմ, այս Անունը մեկը ասեց, որ ես, մահացել է please, իսպանացի ավտովթարից։ Ռեյես, Խոսե Անտոնիո Ռեյես, Ճիշտ է, մնաց երկու հատ, իսպանացի էլի հայտնի Ռեալում հարձակվող։ 10 վայրկյան Պորտիլյո, Չէ, չգիտեմ, չէ, հներից։ Նեգրեդո։ Դի Ստեֆանոչ, Չէ, այդքան չի, ես կո մի քիչ։ վերջ Ուգոս բան, Բուտրագենյոն էր։ Չէ, Միշել Սալգադո։ Այդ աջ պաշտպանը։ Արա, աջ։ Մեկ է ապրես դու ֆանակում չընթում ես։ Մեկ էլ Իվան Էլգերա այս անկեղծ Կենտրոն պաշտպան է։ երկուսը իրար հետ էին։ Սալգադոն էր, Գերան Ռաուլ Բրավոն ու իրար են ձախողում բայց փոքրիչ դաղալությամբ ես օրինակ դիսկոն համարում եմ դաղալություն, բայց ոչինչ։ Չէ, խի։ Ես համարում եմ դաղալություն, բայց Դիսկոյի մեջ իսկոն չկա։ դիսկոյի մեջ Արմատ չէ, դեմ համ արմատ կա, համ մի հատ ավել դարկա։ Թավարի okay. հայեցողության։ այս դեպքում բառը Մենք բարի ենք։ Չէ։ հակառակորդ եթե կարելի այդպես ասել թիմն է իրանք այսօր բարի են ոնց հասկանում եմ Մենք, շատ բարի են Նույնիսկ Նույնիսկ ես առաջարկում եմ Սալգադոն է հաշվենք։ Սա հաշվել են։ Բարի հելանք։ Ռոբ։ X1 Հեջինա Աֆրիկա։ Okay։ 1 րոպեն Շատ հեշտ գնաց է։ Բարսելոնա, Ռեալ, Ինտեր, Աֆրիկացի հարձակող հիմա ֆեդերացիա Էտո։ նախագահն է։ Անունը Սամուել Էտո։ մեր 21 համարը մարոկացի, Բրայմ Դիաս։ այն որ Բարսելոնից էր հետո City գնաց։ Յայա Տուրե։ Ապրես։ Ռիադ, Մահրես։ ապրես։ Սադիո, Մանե։ Եգիպտացի է, Արսենալում էր խաղում։ Էլնենի։ Այո, անունը։ Մոհամեդ Էլնենի։ Այո, ինքը բան Coca-Cola-ին հայտնի գովազդում է, ոնց որ նկարվել աֆրիկացի ֆուտբոլիստ։ Դրոգբա, չգիտեմ, դին ուժ է բացատրի։ Յովովիչի անունը ի՞նչ է։ Լուկա։ Չէ, մոդել։ Ստեֆան, ինչ Յովովիչ։ Յովովիչը։ Ես չգիտեմ մոդելների, ես ընկերուհի ունեմ։ Լավ, Ռեալում 5 համար էր, Չելսից եկավ։ Մակելելե։ Չէ, Չելսից։ Էսիեն։ Անունը։ Մայքլ Էսիեն։ Այո, հիմա վերադառնում ենք այդ բանին։ Ռուսերեն դեմքը ոնց կլինի։ Վատ ձևով։ վերջ Հասկացել եք։ Վատ ձևով։
Ստեր վարանենք, ժամանակը- ճիշտ է հաշվենք, բայց Մահրեզը Ռիադ ասաց։ Գրածը մահար է։ Ռոժե Միլան է։ քանի Ռոժե Միլան Ֆրանսիայի մարզիչը չի Բարի 98-ի։ եկել, մենք էլ ենք բարի 98-ի միանշանակ։ մարզիչն է։ Ռոժե Միլան չէ։ X2-ները հələ կան։ Ռոժե Միլան չէ։ Գոնե մեկը մերը պետք է։ Կոնե մեկը մերը պետք է լինի, եթե ոչ երկու։ Բարիության մթնոլորտում է անցնում երկրորդ փուլը եւ 7 ճիշտ պատասխան, համապատասխանաբար 7 միավոր։ Այդ ճշտող հարց կարելի է X2-ը 2 հատեր, այսինքն 2 հատ։ Հա, օքեյ։ Դեռ շանսուն է։ Այսինքն ուղիղ կեսը հիմա X2-ներ է։ 50% է շանսը, որ 5-2 կարս քաշես։ Ումն է ընտրությունը։ Իշխանի։ X2 ֆուտբոլիստների կողակիցներ թեման։ Կանայք ընկերուհիները Կասինս դեմանից է։ ես պատրաստ եմ։ 1 րոպեն գնաց։ Ռոնալդոյի ռուս ընկերը։ Իրաշիկ։ Պիկեի կինը նախկին։ Շակիրա։ Դեյվիդի իր ազգանունով Spice Girls-ի կինը։ Հիանա, չի։ Չէ, անգլիացի, դե չեմ կարող ազգանուն ասել։ Ռոմեո Բրուքլին Միսը։ Ռոնալդոյի հիմիկվա կինը։ Ջորջինա Ռոդրիգես։ Լե հարցակվողի կինը։ Աննա Լևանդովսկի։ Ահա Մեսսիի կինը։ Անտոնելլա Ռոկուցխո։ Հոպրես։ Դե հիմա անգլիացին Ռեալի 23 համարներ։ Մանչեսթեր Դեյվիդ Յունայթեդ։ Բեքհեմ, Վիկտորիա Բեքհեմ։ Ահա։ Լիկա։ Հա, կա։ Բրադիսլավին հիշում ես։ Իվանովիչի։ Հա, այդ ազգանունն է, բանն էլ Լևանդովսկու կնոջ անունով։ Շվանշտայգերի կինը, որ դու տենց ես բացատրում։ Շվանշտայգերի կինը։ Ամոթ։ Երևի։ Աննա Շվանշտայգեր, Աննա Իվանովիչ։ Աննա Իվանովիչ։ Աննա Շվայնշտայգեր։ Վերջ։ Վերջ, ավարտվեց։ Ով շեղեց կինն էլ քեզ։ կար։ Խթանը կնոջ չգիտեմ։ Լելա, դա։ Ինձ թվաց վերջացել էր ճիշտ շատ ասած։ լավն էր, Յոթ։ տենիսին ացուլկեն։ Ճիշտ Շատ պատասխան ամոթալի ձև 14։ բացատրեց Բեքի ամեն։ Վարդանյան անկեղծ Իմացա։ Հերիկ Մխիթարյանի կինը։ Կարևորը X2-ն է վերցրել։ Եթե նկարներով լիներ, թե Հիմա անուններով այսինքն մի հատ է մնացել X2։ Որ դեպքում ավելի էշկներ, եթե լիներ նկարներով, թե կարներով։ Ահա, հաճելի կլինի։ Լավ, կոերնա։ 4, հա, 7 ճիշտ պատասխան։ ճիշտ պատասխան 14 միավոր։ Թեման լավն է, բայց X-ը լավը չի։ Գնացինք։ Ինչպես որ որոշել մեր ոնց է դա կոչվում։ Խմբագիրը, այո։ 1 րոպեն գնաց։ Ռեալի նախագահը։ Ֆլորենտինո Պապապերես։ Ահա, Ռեալի կիսապաշտպանն է, որ բենզեմային կրնկով հետ պաստվեց։ Գուտի, Խոսե Մարիա Գուտիերես։ Անգլիացին, որ Ռեալում է խաղացել Ջոնաթան Լիվերպուլում, չէ, որ ֆինալին գոլ արեց։ Մայքլ Օվեն։ Չէ, Մայքլ Օվենն է կա, էդի պլյուս։ Բայց այն մյուս անգլիացին, որ Լիվերպուլը խաղ հիմա էքսպերտ է, այո, բրազիլացին է, որ City է, Real ձախ վինգեր, Ռոբինյո։ այո, Ռեալի մարզիչը Իսպանիայի հավաքականի Վիսենտե դել տեղերով, Բոսկե։ Խոսրով հարցին։ Ռեալի Վիկտորիայի ամուսինը։ Դեվիդը Բեքհեմ։ Ահա, մեկ էլ էս Դեվիդ 2000-ականների Ռոբերտ սկիզբ Ջոզեֆ կիսապաշտպաներ տենց պահեստային էր լինում, չէ։ Պեդրո Մունիտիս։ Չէ։ Այտոր Կարանկա։ Սավիո Բերտոլինի։ Սովեր մոռացա։ Խավեր Ֆորտիլիո։ Չէ, մի անուն է։ Մի անունով սենց։ Ժերեմի Նժիտապ։ Չէ, իսպանացի է 10 վայրկյան։ Իսպանացի։ Խուլիո։ Չէ, կիսապաշտպան մի անունով։ Այո։ Դու գիտես։ Ենթադրում եմ, Սավիո կամ Միչել։ Սավիո Պավոնն է, չէ՞ միշտ։ Պավոնը կենտրոնական Պաշտոնների եւ Զիդանների։ Պավոնների եւ Զիդանների քաղաքականությունը, այո։ Դե։ 7 Լավ չէ։ Շատ Ամոթ։ Շատ բարդ իմանտրություն։ Ձեր մոտ միշտ 50% հավանականությունը մեզ է ինչ մնա։ Օ, չէ, ես իմը քաշել եմ այս X2-ը։ Իրականում զգացվեց, որ մադրիդիստները այդ շրջանի պաշտպաններին ոչ մեկին չեն հիշում։ Դա արտացոլում է այդ ժամանակվա պաշտպանությունը։ Ոչ Սալգադոին, ոչ Էլգերային եւ ոչ Պավլին։ Ես ժամանակ ծնված չէի։ Հիմա կամ թողնում ես X2-ը իրենց կամ վերցնում ես։ X2 ֆուտբոլային զույգեր, պատրաստ ես։ Գնացինք։ Գնացինք Բարսելոնայի կիսապաշտպանության գլխավոր զույգը։ Xavi Iniesta։ Ճիշտ է, Մադրիդի Ռեալի գլխավոր Kroos զույգը։ Modric։ Ճիշտ է։ Պաշտպանության Ռեալի գլխավոր զույգը։ Pepe Ramos։ Ճիշտ է։ Բրազիլական 60-ականների Արքան ու կարճ ոտը։ Պելե Գարինչա։ Ճիշտ է։ Բավարիայի հին զույգը։ Ռոբեն Ռիբերի։ Ճիշտ է։ Միլանի զույգը պաշտպանության Նեստա իտալացիների։ Մալդինի։ Չէ, երկրորդը ճիշտ էր։ Մալդինի Բարեզի։ Ճիշտ է։ Ինտեր Մայամի հիմա այդ զույգը։ Մեսսի, Սուարես։ Ապրես ու Իսոպա։ Ես ու արամն ենք։
Էվոր սախ գրվում են քույզերը։ Սուարեսի անունը։ Լուիս Ահա, ու ազգանունը ուրիշ մի հատ։ Լետենս դարպասապակա։ Ֆաբիանսկի Հա, Լուիս ճիշտ է։ Ֆաբիո, հա։ Չէ, Ֆաբիան Վերջի մի հատ։ Ֆաբիանո Կանուտե։ Կանուտեի անունը։ Դե լավ չենք հաշվելու Ֆրեդերիկ Բայց Կարող է թողնել ինձ թվում է կեշեր։ Ինձ թվում է կեշեր, եթե թողնել ժամանակ ավարտվել էր դուք ասեք։ Են դաղալությունները ներեցիք այսօր։ Դաղալություն չկա, Ձեզ լինի։ 14 7 ճիշտ պատասխան դա 14 միավոր է եւ ընտրեք։ Ինչպեսի մեծ ընտրություն Ռոբերտը։ Ընտրի Ռոբչան, ընտրի։ Օ, սա կարող է լինել հյուսիսային Ամերիկան, բայց հարավային Ամերիկան է։ 1 րոպեն գնաց։ Այն ավիավթարի ենթարկված կլուբը Շապեկոենսը։ ապրես Արգենտինա, հա էլի Մեսսիին ամենահին Newell's Old Boys։ Ահա լավեցի զույգներ Նապոլեոն։ Ինսինիե, Չէ, հարցակվող, հետո Կավանի։ պսաժ ապրես անունը։ Էդիսոն Կավանի։ Տխուր եմ խաղում։ Ռեալի պաշտպանը հետո գնաց Ինտեր 22 համար արգենտինացի։ Վալտեր Սամուել։ Ապրես այն որ սուպեր հերոսա կանաչ Հալկ։ ահա ակումբասա բրազիլիական Grêmio Atletico Paranaense, Fluminense, Rio Ave, չէ, դի պորտուգալականն էլ։ Երկու անունով Ութոթունկյան ինչ էր Paul, San Paulo, ահա մնաց Տրեխոյ անուն ինչ էր Oscar, Իվան ինչ էր պաշտպանը Ինտերի երկու համար 5 վայրկյան։ Oscar Martin, Oscar Valentin, Oscar երկու համար, Իսպանիայում տենց քաղաք կա Oscar ուղիղ չգիծե ինչա Կոլոմբացի էր այդ պաշտպանը։ Վերջ, ավարտվեց։ ուղիղ Ժամանակը չգիծե ավարտվեց Ռոբերտ, ժամանակը Կոլոմբաներ։ ասեց ասեց Դեռ կարող էր աս լավ։ իշխանություն։ Հիմա էլ դուք եք բարիները։ Այո, Իրենք իրենք բարի բարիներն չէին, բայց մենք մեկ է մենք չասացինք մեն բոմբոներնա մարզադաշտը Այսինքն վաստակեցիք 7 միավոր, վատ չէր, բոլոր թղթերի, բոլոր տարբերակների հախից եկաք բավականին լավ ձևով։ Առաջին երկու փուլերից հետո հաշիվը 59-42 է, ինչ որ շանսեր ունեք հիմա, եթե կարողանաք Եթե խանք առանց ականջակալի, ինչ որ շանսեր կունենա։ Գուցե ստացվի, արեք ով է սկսելու այդ փուլը, դուք սկսեք, ես պատմեմ փուլի կանոնների մասին, թիմակիցներից մեկը լինելու է ականջակալները, մյուսը փորձելու է շրթունքների եւ գուցե մարմնի այլ մասերի միջոցով բացատրել ֆուտբոլիստներ, ֆուտբոլային տերմիններ, ակումբների անուններ եւ այլն, ինչը կապված է ֆուտբոլի հետ։ Արեք կտրվիր ձայնային աշխարհից, ունկնդրիր GoFM-ը, ավարտահայտի չեն։ փորձեմ։ Իշքան պատրաստ ես։ Այո։ 1 րոպեն գնաց Արտակ Դաշյան։ Արտակ Դաշյան։ Արտակ Դաշ Այո, Արտակ Դաշյան։ կրին կապը Անանյա եմ կարծում։ Արտում չեք Հովանես Ամբարձումյան, Հովանես Ամբարձումյան։ Համբարձումյան։ Մանուել Տուլիպա, Մանուել Տուլիպա։ Տուլիպա։ Հա, Մանուել Տուլիպա։ Մանուել Տուլիպա։ Կարեն Բարսեղյան, Կարեն Բարսեղյան։ Սեղյան։ Կարեն Բարսեղյան։ Գորմես վախում Մոհամեդ Սալա։ Սալա։ Յան Ռաշ Սասվարյան, Յան Ռաշ։ ավարտվեց, հասցրեց, կարծում եմ Արեգը վերջին ճիշտ գուշակում անել եւ 5 ճիշտ պատասխան, եւս 5 միավոր ավելացրեցիք։ Ես դնեմ Էլ ավելի բարձրացրեցիք։ Դիր Արամի Ես անկես մի քիչ վախեցած որ շատ բարձր էր գորմը, այգա դու տես չանես։ Ես լսողության եմ։ Հələ չենք սկսել։ Հələ չենք սկսել։ Կարծում եմ Ասում հələ չենք սկսել։ ասում եմ հələ չենք սկսել 5-ից պատրաստ ես դու Արամ, կարծում եմ Ռոբերտը լրիվ պատրաստ է։ Տացուցանիշը։ 1 րոպեն գնաց Ջոհարդ։
Ջո, 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 հարթ, ջո, հարթ, Տո, ջո, ծո, ջո, ջոհարդ, հա, Ալան Սմիթ, ալան, ալան, լան, այնչ, ալան, 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 Էրլինգ Հալանդ, ալան, Ալեքս, Ալան, անցանք, Սոլ Քեմբել, սոլ, սոլ, Չոր, սոլ, Քեմբել, Սոլ Քեմբել, հա, Օպցիա սանունը, ինչ? Էրնան Կրեսպո, Էրնան Կրեսպո, Էրնան Կրեսպո, Էրնան Քրեսպո, նես գորամ սարնես, Ալվարո Ռեկոբա, Ալվարո Ռեկոբա, Ալվարո Ռեկոբա, Մարսելո Սալաս, Մարսելո Սալաս, Մարսելո Սալաս, այդ ինքը վերի խարցոն է սան գիտեմ, Անտոնիո Վալենսիա, Անտոնիո Վալենսիա, Վալենսիա, Պորտվեյլ, Պորտվե, ինչ? Մոսկվա, ավարտվեց, Պորտվե, Մոսկվա, Մոսկվա։ Մոսկվա, Պրոստը պետքա գորայինք, լավ, օքեյ, 6 ճիշտ պատասխան, մեկով կրճատեցիք Մոսկվա չենք միավորների մեկով տարբերությունը, կրճատ, չէ, ես փուլում, հա գիտեմ, բայց դեռ Մոսկվա չենք հաշվում, Մոսկվան չէ ինձ թվում է, Բայց Մոսկվա ինչ Մոսկվա է։ չգիտեմ ինչ Մոսկվա է, ապա դու այտենց կգորաս, ես մի հատը կհամ, Բարձր։ պատրաստ ես արեք, Այո։ Գնացինք։ 1 րոպեն գնաց Բիրմինգեմ, Birmingham, Չելսի, Chelsea։ Chelsea, Դեվիդ Մոյես, David Moyes, David Moyes, Անսու Ֆատի, Ansu Fati, Ansu Fati, Գերտ Մյուլլեր, Gerd Müller, Burger, Müller, Steinmann, Müller, Jonas Müller, Gerd Müller, Ռոյ Կին, Roy Keane, Roy Keane, կինը տենց, Բիլարդա, Yusuf, Կոմո, Olmo, Como, Ալիսոն Բեքեր, Alisson, Becker, Մանիշե, Մանիշե, Manişe, 5 վարկյան, Manişe, Abres, գերազանց, ալյոս չունեք, ժամանակ, պետք է լավ երկաթու ես Վախեր, լսեմ, մենք էլ գնանք երևի, 8 ճիշտ պատասխան, 8 միավոր, ես կլինի տխուր երկ էլի պարտության, պատրաստ ես, քանի հատ ենք հետ, բավականին շատ, մի 12 րոպեի կանամ րոպեով ասեմ, պատրաստ ես, ոչ, հենց պատրաստն ես ասա, և այսպես 1 րոպեն գնաց, Մանուել Ականջի, Մանուել Ականջի, Մանուել Ականջի, Մանուել, Դանի Ալվես, Ականջի, Մանուել Ականջի, Խոսե Կալեխան, բարձր, Խոսե Կալիեխոն, Խոսե Կալիեխոն, Խոսե Կալեխոն, Չիրո Իմոբիլե, Chiro Immobile, մի հատ է, Chiro Immobile, Chiro Չիրո Իմոբիլե, Գոնսալո Իգուային, Gonzalo Higuain, Gonzalo Higuain, Gonzalo Higuain, ապա չեմ, Gonzalo Higuain, անցի, Ever նկա ուներ սենց թրաշով ես վերջերս, Gonzalo Higuain, պրոստը խոսում ես, Gonzalo Higuain, որ շտանգին էր խփում Լիոնի հետ խաղերում, Յան Կոլեր, Jan Koller, Յան Կոլեր, Պրծով, Մինո Ռայոլա, Mino Raiola, 10 Մինո վարկյան, Ռայոլա, և Միրչա Լուչեսկու, Mircea Lucescu, Միրչա Լուչեսկու, Էլի, վերջ, ավարտվեց, ոնց ժամանակը ավարտվեց, 12 րոպեն ավարտվեց, ափսոս չհասցրեցիք, Higuain-ի կարիերան էր։ կարողան և վերջին լուսանկարը, որը տարածվել էր և fake էր, 6 ճիշտ պատասխան, փորձեցիք, բայց այս անգամ Արեգը և Իշխանը, ֆուտբոլային գիգանտ, և Ես ճիշտ էի ասում, էլի սկզբից և կրկին ֆուտբոլային գիգանտների պայքարում հաղթեցին Արեգը և Իշխանը, եկեք շնորհավորենք նրանց։ որ ձեր հաղթանակի համար, գալիք տոները, Իդեպ նաև շնորհակալություն հրավերի համար, որովհետև ձեր հաղորդումը ես շատ եմ սիրում, շատ նայում եմ։ Երևի ոչ մի թողարկում բաց չեմ թողել։ դուրս գալիս Ու ավելի հետ մասնակցել է։
Ո իշխան հետ մյատը խախում։ Բայց մենակ իշխանի։ Ես ես գնում եմ նենց հատ կարակ քաղաքային։ Ապրեք։ Մեր գործընկերն է Food Park-ը, որտեղ մենք անցկացնում ենք օֆլայն ուրիշ ֆուտբոլային քույզներ։ Իդեպ կարող եք միանալ Telegram-յան ալիքին, որը կարող եք գտնել նկարագրության մեջ, իմանալ խաղերի օրերը, գրանցվել եւ իհարկե պատասխանել արդեն on-line ինտելեկտուալ ֆուտբոլային հարցերի։ 72-54 հաշվով ավարտվեց մեր այսօրվա ինտելեկտուալ ֆուտբոլային բաթլը, հաղթեցին Արեգը եւ Իշխանը։ Բայց աշխարհի գավաթը Ռոբի մոտ է։ Դա քանի որ իրենն է։ Ես շնորհակալություն եմ նախ եւ առաջ հայտնում ձեզ լավ ու հետաքրքիր խաղի համար, իհարկե դրանով չենք սահմանափակվի, նվերներ մեր գործընկերոջ կողմից Armenia Wine Տակար էքստրա բրուտը լավագույն տարբերակն է, ինչպես պահն անմոռանալի դարձնելու եւ ամենակարևոր առիթները նշելու, այնպես էլ միայնակ կամ հաճելի ընկերակցության վայելելու եւ լիցքաթափվելու համար։ Այս փրփրուն գինիները ձերն են, ես այլևս խորհուրդներ չեմ տա, թե ինչպես դուք օգտագործեք այն, խմեք, վայելեք։ Իսկ մենք կհանդիպենք։ Իսկ հիմա հարց ֆուտբոլասերներին։ Եվրոպայի առողջության Ֆրանսիա-Հարասլավիա խաղի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Դոմերգը մեծ դժվարությամբ կարողացավ բռնել եւ խաղադաշտից դուրս նետել մի խորհրդանիշի, որը երկրպագուներից մեկը բաց էր թողել խաղադաշտ։ Ինչ խորհրդանիշ էր դա։ Այս հարցին կարող եք պատասխանել հաղորդման մեկնաբանություններում, իսկ պատահականության սկզբունքով հաղթողին կիմանաք հաջորդ ուրբաթ ուրիշ ֆուտբոլի Instagram-յան էջի ստորիներ բաժնում։